Պատկերացրեք սովորական առավոտ։ Լռություն։ Լույսը դանդաղորեն ներթափանցում է սենյակ պատուհանի վարագույրների միջով։ Կինը արթնանում է, գնում խոհանոց, դնում է թեյնիկը և մեքենայականորեն վերցնում է մեկ փոքրիկ բջեղ սխտոր։ Սովորական սխտոր, սպիտակ, աննկատ, ոչ մի առանձնահատուկ բան։ Նա մաքրում է այն, ճզմում դանակով և ուտում ամեն օր, շաբաթ, երկու շաբաթ, ամիս։ Եվ հետո սկսվում են փոփոխությունները։ Ես բժիշկ Անահիտն եմ։ Ավելի քան 10 տարի ուսումնասիրում եմ սննդի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Եվ այսօր ուզում եմ հանգիստ, առանց չափազանցությունների և սենսացիաների պատմել ձեզ սխտորի մասին։ Այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում մարմնում, եթե այն ուտել ամեն օր։ Եվ ում կարող է օգնել դա, իսկ ում վնասել։ Խնդրում եմ լսեք մինչև վերջ, քանի որ վերջում կասեմ ամենակարևորը։ Սխտորը աշխարհի ամենահին դեղաբույսերից մեկն է։ Այն օգտագործվել է Չինաստանում, Եգիպտոսում, Հունաստանում։ Դրանով բուժել են վարակները, ամրացրել սիրտը, պահպանել ուժերը տարեց տարիքում։ Բայց ժամանակակից գիտությունը թույլ տվեց հասկանալ, թե ինչն է սխտորը դարձնում այդքան հզոր։ Գլխավոր ակտիվ նյութը ալիցինն է։ Այն առաջանում է, երբ դուք ճզմում կամ կտրում եք բջեղը։ Մինչ սխտորը ամբողջական է, ալիցին չկա, բայց արժե այն վնասել։ Սկսվում է քիմիական ռեակցիա։ Եվ ահա հետաքրքիրն այն է, որ ալիցինն ունի արտահայտված հակաբորբոքային և հակաբակտերիալ գործողություն։ Այն օգնում է օրգանիզմին պայքարել միկրոբերի դեմ, նվազեցնում է բորբոքումը անոթներում, բարելավում է արյան հոսքելիությունը։ Հիմա պատկերացրեք մարդու 60 տարեկանից հետո։ Անոթները այլևս այդքան արաձգական չեն, արյունը ավելի խիտ է, ճնշումը կարող է դատարվել, խոլեստերինը կուտակվում է զարկերակների պատերին։ Այս ամենը տեղի է ունենում դանդաղ, տարիներ շարունակ, աննկատ, և հենց այստեղ սխտորը կարող է կարևոր դեր խաղալ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սխտորի կանոնավոր չափավոր օգտագործումը կարող է նպաստել վատ խոլեստերինի մակարդակի աստիճանական նվազմանը։ Ոչ կտրուկ, ոչ մեկ շաբաթվա ընթացքում, այլ աստիճանաբար։ Բացի այդ, այն թեթևակի լայնացնում է անոթները։ Սա օգնում է նորմալացնել ճնշումը։ Ես դիտարկել եմ հիվանդների, ովքեր ամեն օր սխտոր էին ավելացնում սննդակարգին։ 2-3 ամսից նրանց մոտ ճնշումն ավելի կայուն էր դառնում, ինքնազգացողությունն էր բարելավվում, առավոտյան գլխի ծանրությունը նվազում էր։ Բայց կա նրբություն, սխտորը դեղահապ չէ և ոչ հրաշք միջոց, այն աշխատում է միայն որպես համակարգի մաս։ Եթե մարդը շարունակում է շատ շաքար, յուղոտ ուտել, չի շարժվում, քիչ է քնում, սխտորը չի փրկի նրան։ Հիմա խոսենք սրտի մասին։ Տարիքի հետ տրոմբոզի ռիսկը մեծանում է։ Արյունն ավելի հակված է մակարդմանը։ Սխտորը ունի մեղմ հակակոագուլյացիոն գործողություն, այն մի փոքր նոսրացնում է արյունը։ Սա կարող է նվազեցնել տրոմբերի առաջացման ռիսկը, բայց հենց դրա պատճառով այն մարդկանց, ովքեր արդեն ընդունում են արյունը նոսրացնող դեղեր, պետք է զգույշ լինեն։ Սխտորի չափից ավելի օգտագործումը կարող է ուժեղացնել դեղերի ազդեցությունը։ Սա կարևոր է հիշել։ Հիմա աղիքների մասին։ 60-ից հետո շատերի մոտ ստամոքսի թթվայնությունը նվազում է։ Սնունդը վատ է մարսվում, հայտնվում է փքվածություն, ծանրություն, փորկապություն։ Սխտորը խթանում է ստամոքսահյութի և լեղու արտադրությունը։ Այն պահպանում է աղիքների միկրոֆլորան։ Նրա բնական միացությունները ճնշում են վնասակար բակտերիաների աճը։ Որոշ իմ հիվանդներ նշել են, որ ամեն առավոտ մեկ բջեղ սխտոր ուտելուց հետո փքվածությունը նվազել է, կղելու ակտը նորմալացել է։ Բայց եթե կա գաստրիտ, խոց, ստամոքսի բարձր զգայունություն, հում սխտորը կարող է առաջացնել գրգռում։ Այդ դեպքում ավելի լավ է այն օգտագործել եփած վիճակում։ Հիմա ամենահետաքրքիրն է՝ իմունիտետը։ Շատերը կարծում են, որ սխտորը պաշտպանում է մրսածությունից, և դրանում ճշմարտության հատիկ կա։ Նրա միացությունները ակտիվացնում են իմունային բջիջները, ուժեղացնում օրգանիզմի պաշտպանական ռեակցիաները։ Ես միշտ ասում եմ տարեցներին, պահպանեք իմունիտետը ոչ միայն վիտամիններով, այլև պարզ բնական րարտադրանքներով։ Սխտորը դրանցից մեկն է, բայց կրկին ընդգծում եմ չափավորությունը։ Բավական է օրական մեկ բջեղ։ Ավելի լավ է ճզմել այն, սպասել 5-10 րոպե, որպեսզի առաջանա ալիցինը, և հետո օգտագործել։ Կարելի է տաք ջրով կամ ավելացնել աղցանի մեջ։ Ոմանք հարցնում են, կարելի է ուտել դատարկ ստամոքսին։ Եթե ստամոքսը առողջ է, կարելի է, բայց եթե կա այրոց, ցավ և գաստրիտ, ավելի լավ է ուտելուց հետո։ Եվ հիմա կպատմեմ այդ կնոջ պատմությունը։ Նա 68 տարեկան էր, ճնշումը տատանվում էր, խոլեստերինը մի փոքր բարձրացած էր։ Նա չէր ուզում լրացուցիչ դեղեր ընդունել։ Մենք պայմանավորվեցինք փոխել սննդակարգը։ Նա սկսեց օրական 20 րոպե քայլել, կրճատեց շաքարը և ամեն առավոտ ուտում էր մեկ բջեղ սխտոր։ 3 ամսից նրա ցուցանիշները բարելավվեցին, ճնշումը կայունացավ, խոլեստերինը մի փոքր իջավ։ Նա իրեն ավելի ուժեղ է զգում։ Դա միայն սխտորի պատճառով էր։ Ոչ, դա համալիր էր, բայց սխտորը դարձավ այդ համալիրի մասը։ Եվ հենց այստեղ է գլխավոր եզրակացությունը։
Մի փնտրեք հրաշագործ դեղահապ։ Մի հավատացեք բարձր վերնագրերին։ 60-ից հետո առողջության գաղտնիքը փոքր ամենօրյա սովորություններում է։ Եվ այստեղ ուզում եմ ասել եւս մեկ կարևոր բան. սխտորը գնահատվել է ոչ միայն բժիշկների եւ գիտնականների կողմից, նրա մասին հիշատակվում է նույնիսկ սուրբ գրություններում։ Ղուրանի եւ հադիսներում խոսվում է մարդուն տրված որպես օրհնություն արտադրանքների մասին, եւ նրանց թվում է սխտորը։ Սա պատահական չէ։ Մեր իմաստուն արարիչը ոչինչ առանց պատճառի չի ստեղծում։ Նույնիսկ այդպիսի պարզ բույսը, ինչպես սխտորը, դարձել է մարդու առողջության իրական աջակցություն։ Եթե դիմենք պատմությանը, տեսնում ենք զարմանալի փաստեր։ Հին Եգիպտոսում սխտորը համարվում էր գրեթե սուրբ արտադրանք։ Նրա մասին գրել են պապիրուսներում։ Պիրամիդները կառուցող ստրուկներին տալիս էին սոխ եւ սխտոր, որպեսզի պաշտպանեն նրանց հիվանդություններից եւ բարձրացնեն դիմացկունությունը։ Հին հույն պատմիչ Հերոդոտոսը, ով այցելել է Եգիպտոս ՄՏՀ 45 թվականին, գրել է, որ պիրամիդի վրա փորագրված են եղել գրություններ, որտեղ նշված է, թե որքան սոխ եւ սխտոր են օգտագործել շինարարները։ Եվ այդ բանջարեղենների վրա ծախսված գումարը կազմել է 16000 արծաթե մետահադրամ։ Ռոմեացիներն ու հույները հավատում էին, որ սխտորը զինվորներին ավելի համարձակ է դարձնում։ Օլիմպիական խաղերի մարզիկները այն օգտագործում էին մրցումներից առաջ։ Չինաստանում սխտորը կիրառվում էր շնչառական ուղիների հիվանդությունների, մարսողության, ժանտախտի եւ խոլերայի համաճարակների, ռևմատիզմի եւ վիտամինային անբավարարության ժամանակ։ Սա զարմանալի է։ Տարբեր ժողովուրդներ, տարբեր դարաշրջաններ, բայց նույն բույսը։ Ինչու՞։ Քանի որ մարդը ինտուիտիվ կերպով զգում էր նրա ուժը շատ առաջ, լաբորատորիաներից եւ միկրոսկոպերից շատ առաջ։ Միակ բանը, որին ուշադրություն կդարձնեմ որպես բժիշկ, մի շեշտեք այն, որ սխտորը բուժում է ամեն ինչ, ավելի լավ է ձևակերպել զգուշորեն։ Սխտորը փոքր սովորություն է, պարզ, հասանելի, բայց եթե ունեք քրոնիկ հիվանդություններ, եթե դեղեր եք ընդունում, անպայման խորհրդակցեք բժիշկի հետ, հատկապես եթե ունեք բարձր թթվայնություն, խոցային հիվանդություն, արյան մակարդելության խնդիրներ կամ պատրաստվում եք վիրահատության։ Վիրահատությունից մեկ շաբաթ առաջ սխտորը ավելի լավ է բացառել, եւ եւս մեկ պահ, մի մեծացրեք դոզան, ավելին չի նշանակում ավելի լավ։ 2-3-4 բջեղ կարող են առաջացնել ստամոքսի գրգռում, այրոց, տհաճ հոտ, ճնշման իջեցում։ Օրգանիզմը սիրում է հավասարակշռություն։ Ես հարյուրավոր հիվանդներ եմ տեսել եւ կարող եմ ձեզ ազնվորեն ասել, առողջությունը ոչ թե սխրանքն է, այլ կարգապահություն։ Եթե ձեր կյանքում ավելացնեք մի փոքր շարժում, մի փոքր հանգստություն, մի փոքր ճիշտ սնունդ, դուք արդեն շատ բան կփոխեք, եւ գուցե մեկ փոքրիկ բջեղ սխտոր առավոտյան դառնա այդ փոփոխությունների սկզբը։ Հոգ տարեք ձեր մասին, մի անտեսեք ձեր մարմնի ազդանշանները, անցեք հետազոտություններ, լսեք բժիշկներին, բայց նաև լսեք ինքներդ ձեզ։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն եւ պարզ միտք երկար տարիներ։ Մի հիվանդացեք։ Եվ եթե ձեզ օգտակար էր այս պատմությունը, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առողջության եւ երկարակեցության մասին նոր նյութերը։